իրականում Հայաստանը հարուստ երկիր է։ Հարուստ, ես այդ օրինակն եմ բերում։ Հիմա գիտեք, որ շատ լավ է, որ զբոսաշրջիկների հոսքերը մեծանում են Հայաստանում, մեծանում գնալով այս տարի հունվար-ապրիլին զբոսաշրջիկների թիվը Հայաստանում նախորդ տարվա նկատմամբ հունվար-ապրիլի 34% աճ ունեցել։ Դա խելագար մեծ թիվ է։ Եվ ես առիթները օգտագործում եմ զբոսաշրջիկների հետ խոսալիս սովորաբար, ուզում եմ ինձ հետաքրքիր է իրանց ինչն է հետաքրքիր Հայաստանում, ինչն է Հայաստանում իրանց ամենաշատը գրավում։ Ասում եմ դե ինչն է ձեզ հետաքրքիր, դե մտածում եմ կասեն Գառնին, Գեղարդը, Սևանը, Նորավանքը, Լորի Բերդը, մտածում եմ ինչ կասեն։ Ու դեպքերի 90%-ը զբոսաշրջիկները ասում են մեզ ամենաշատը տպավորում են մարդիկ։ Մեզ ամենաշատը տպավորում են մարդիկ։ Ու սա, հասկանում եք, շատ մեծ կապիտալ է եւ հարստություն է, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը հարուստ է իր մարդկանցով, իր հյուրասիրությամբ, իրանց մարդկանց սրտաբացությամբ, ու դա մեծ կապիտալ է, բայց կարևորը գիտեք որն է, սա սրտի մխիթարանք չի, սա նաև նյութական արդյունք է բերում Հայաստանի Հանրապետության, որովհետև զբոսաշրջիկը երբ որ գնում է ուրիշ երկիր, ասում է անպայման գնա այդ երկիր, այնտեղ լավ մարդիկ են, լավ քեզ կդիմավորեն, կճանապարհեն, այդ զբոսաշրջիկները գալիս են, Հայաստանում փող են ծախսում, Հայաստանի պետական բյուջեն է հարստանում, Հայաստանի միջին եւ փոքր բիզնեսն է փող աշխատում եւ դրանով երկիրը զարգանում է։